Եթե քո 18 տարին արդեն լրացել է, դա նշանակում է քո ձայնը վճռորոշ է երկրի կառավարման գործընթացում։ Մայիսի 6-ին առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 20 ընկած ժամանակահատվածում դու կարող ես մասնակցել ազգային ժողովի ընտրություններին։ Ընտրական տեղամաս պետք է ներկայանալ անձնագրով։ Գրանցվելուց հետո քվեաթերթիկների եւ ծրարների համար պատասխանատու հանձնաժողովի անդամը քեզ երկու տարբեր գույների քվեաթերթիկ եւ երկու ծրար կտա, ելուններն անջատելուց հետո։ Դրանք վերցնելուց հետո ընտրողը, այսինքն դու, պետք է անցնես քվեարկության խուծ, քանի որ քվեարկությունը գաղտնի է։ Քեզ տրված երկու քվեաթերթիկներից մեկում այբենական կարգով նշված են բոլոր 8 կուսակցությունների եւ 1 դաշինքի անունները։ Մյուս քվեաթերթիկի վրա նշված են մեծամասնական ընտրակարգով առաջադրված տեխնացուների անուն-ազգանունները։ Առաջին քվեաթերթիկի մեջ քո նախընտրած ուժի, իսկ երկրորդում մեծամասնական ընտրակարգով առաջադրված տեխնացուի անվան դիմաց այստեղ պետք է դնես լատինատառ V նշանը, առանց վանդակի սահմաններն անցնելու։ Մեկ տեխնացու քվեարկելու դեպքում, եթե ընտրողը կողմ է քվեարկելու, նշում է կատարում կողմ են բառերի դիմաց, եթե դեմ են բառերի դիմաց։ Քվեախցում քվեարկելուց հետո քվեաթերթիկները պետք է ծալել, տեղադրել համապատասխան ծրարներում եւ մոտենալ քվեատուփին։ Այստեղ քեզ սպասում է քվեարկության ծրարը կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը։ Միայն ծրարները կնքելուց եւ քո անձնագիրը ստուգելուց հետո նա քեզ թույլ կտա ծրարները գցել քվեատուփի մեջ։ Այնուհետև նույն անձը քո անձնագրում դրոշմակնիկ կդնի, որը 12 ժամ հետո կանհետանա։ Այդ ընթացքում հավաստելով, որ դու մասնակցել ես ընտրությանը։ Քո ընտրական իրավունքն իրացնելուց հետո դու անմիջապես պետք է հեռանաս ընտրական տեղամասից։ Իդեպ, եթե դու քվեաթերթիկը սխալ ես լրացրել կամ այն վնասել ես, ապա այդ մասին պետք է տեղեկացնես ընտրատարածքային հանձնաժողովի նախագահին։ Տեղի ունեցածի մասին ընտրողների ցուցակում քո անվան դիմաց նշում կատարելուց հետո քեզ կտրամադրվի նոր քվեաթերթիկ եւ ծրար։